Հայ լեզվաբանության նվիրյալն է, մեծավաստակ, հայագետ եւ մանկավարժ Սերգեյ Աբրահամյանը։ Մի մարդ, ով իր կյանքի մեծ մասը նվիրել է ժամանակակից գրական հայրենի կառուցվածքի, նրա զարգացման օրինաչափությունների, ոճաբանության, լեզվական տարբեր մակարդակների ուսումնասիրությանը, որ հայերենը կատարյալ լինի։ Անվանի լեզվաբանի 100-ամյակն է, ինչի առիթով Գիտությունների ազգային ակադեմիայում միջազգային գիտաժողով է անցկացվում։ Ոլորտի մասնագետներն են հավաքվել արժևորելու Աբրահամյանի թողած ժառանգությունն ու ծանրակշիռ վաստակը։ Նա միշտ աչքի էր ընկնում իր ակտիվությամբ, ճշգրիտ դիտողություններով եւ ուրեմն տերմինների հայտնացման ճշգրիտ սկզբունքներով։ Մեծ լեզվաբանի ուսումնասիրության առարկան հայերենի քերականությունն էր, համակարգային ամբողջության մեջ։ Այդ ամբողջությունը նա տասնամյակներ շարունակ անխոնջ քննել է, թողնելով մեծ հետք հայ լեզվաբանության մեջ։ Հատկապես կարևոր են խոսքի մասերի նրա դասակարգումները, նա առաջարկել է աստիճանական դասակարգում խոսքի մասերի, ինչը մինչև այժմ էլ ընդունված է։ Նրա դերանունների մեկնաբանությունները շատ կարևոր են եղել, նա կարևոր աշխատանքներ ունի հայոց լեզվի կանոնակարգման առումով։ Աբրահամյանը դասավանդել է Բուհերում, ղեկավարել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Աճարյանի անվան լեզվի ինստիտուտի ժամանակակից հայոց լեզվի բաժինը։ Սերգեյ Աբրահամյանի աշխատությունների համար հիմք է ծառայել նրա ինչպես գիտական, այնպես էլ մանկավարժական գործունեությունը։ Նա ստեղծել է այնպիսի դասագրքեր, որոնք մինչ այսօր սեղանի գիրք են բազմաթիվ աշակերտների, ուսանողների ու գիտնականների համար։ Նա բացառիկ դասախոս էր, սկզբունքային մանկավարժ եւ նրա սաները ցայսօր հիշում են մեծ գորովանքով ու այսօր մենք հիշատակի խոսք ենք հղում ակադեմիկոսի հասցեին։ Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանը նաեւ 20-ից ավելի հայցորդների եւ ասպիրանտներ է պատրաստել գիտության բնագավառում։ Այսօր մանկավարժական համալսարանում աշխատում են նրա ասպիրանտները եւ միշտ բարձր են պահում իրենց ուսուցչի վարկ։ Իսկապես այնքան նշանավոր են եւ հիմնավոր են նրա ասածները, նրա տեսակետները, նրա արածը այնքան կարևոր է, որ վաղանցիկ չէ եւ այդպես արագ չի անցնում գնում գիտնականի արածը։ Քարերը միշտ էլ դրվում են հիմքի վրա եւ այդ հիմքը գծողներից մեկը եղել է Սերգեյ Աբրահամյանը։ Տասնյակ սերունդներ են կրթվել Սերգեյ Աբրահամյանի լեզվաբանական գլուխգործոցներով, բայց Աբրահամյանը միայն նշանավոր գիտնական ու մանկավարժ չէր։ Արցախի Հադրութի շրջանի Տոմի գյուղում ծնված այս մարդը հայրենասիրության բացառիկ օրինակ է, ու նա սերունդներին նաև հայրենասիրական դաստիարակություն է թողել։ Ես հիշում եմ դեռևս 1985 թվականին, երբ սովորում էի Հադրութի Միքայել Մանուելյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում, հանդիպում էր կազմակերպվել նշանավոր լեզվաբանի հետ եւ քննարկվում էր նրա շարահյուսության դասագիրքը 7-րդ դասարանների աշակերտների համար։ Դա սովորական հանդիպում չէր, որովհետեւ Սերգեյ Աբրահամյանը ավելի շատ խոսեց ոչ թե շարահյուսության մասին, այլ ավելի շատ խոսեց հայրենի գյուղի մասին, հայրենի շրջանի մասին։ Նրանք, ովքեր գեթ մի անգամ շփվել են Սերգեյ Աբրահամյանի հետ, պահում են այդ վառ հիշողությունները, եւ ինչու միայն նրանք, նաեւ նրանք, ովքեր երբևէ չեն տեսել Սերգեյ Աբրահամյանին, սակայն կրթվել են նրա աշխատություններով, նրա ուսումնական ձեռնարկներով, կյանքի մասին, հայրենասիրության մասին, նրա թողած բոլոր անտիպ եւ տպագիր գործերով։ Վիթխարի վաստակ ունեցող այս մարդը ծայրահեղ համեստ էր, բայց նրան այսօր արժևորում են թե որպես գիտնական, թե որպես քաղաքացի, իսկ դուստրը գիտաժողովի ներկաներին հոր մասին դստեր հիշողություններով է պատմում, ավելի ճիշտ կարդում է նախապես գրածը, որ հուզմունքը մի կերպ քողարկի։ Հայրիկս կաթված ստանալուց 1 ամիս առաջ մի գրառում էր կատարել եւ զարմանալիորեն ամսաթիվ էր գրել այդ գրառման վրա։ Զարմանալի էր, որովհետև սովորաբար իր մյուս նոթերի գրառումների ամսաթիվ չկա համարյա ոչ մի տեղ։ Ես մտածում եմ, արդյոք պատահականություն է դա, կարծում եմ ոչ։ Ահա թե ինչ էր գրված այդ թղթի վրա։ Ես աշխատում եմ եւ լսում երաժշտություն ռադիոյով։ Մեկ էլ լսեցի երգի խոսքի մեջ այսպիսի արտահայտություն.
Եղած չեղածը մի կյանք, բայց հազար ու մի հոգսուցավ։ Երգի վերնագիրը չասացին, այդ արտահայտությունը ինձ վրա թողեց շատ ուժեղ տպավորություն, եղած չեղածը մի կյանք։ Արդյոք հայրիկիս մոտ ալուտ վերջի նախազգացում էր դա, հնարավոր է։ Եղած չեղածը գուցե եւ մի կյանք է, բայց հայրս այդ կյանքն ապրեց արժանապատվորեն, ապրեց իր ողջ ներուժը, էներգիան, բացառիկ խելքը, տաղանդը նվիրաբերելով իր սիրած գործին, ընտանիքին, հարազատներին եւ իր հայրենիքին, իր պաշտելի Արցախին։ Սերգեյ Աբրահամյանն այսօր էլ շարունակում է ապրել իր դասագրքերով ու թողած մեծ ժառանգությամբ, դրանց մեջ անսպառ սեր կա մայրենիի հանդեպ։ Աննա Գրիգորյան, այսօր։